Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական այս ընտրությամբ կրակեց ինքն իր ոտքին, ասում է Բորիս Մուրազին։ Ընտրությունների կազմակերպման այս ձևով ինքն իր երկու ոտքերին կրակել է։ Փաշինյանը չի կարողանալու ուզածի պես քայլել Ալիևի մատնանշած ճանապարհով, շարունակում է Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Բացատրում ժողովուրդը սահմանադրական մեծամասնության, այլ կերպ ասած, սահմանադրությունը փոխելու մանդատ չի տվել ՔՊ-ին։ Հենց այդպիսի 67%-անոց մանդատ էր պետք մոտ 50% ստացած Նիկոլ Փաշինյանին Ալիևի հրահանգը կատարելու համար, այն է փոխել ՀՀ մայրօրենքը, այնտեղից հանելով հղումը անկախության հռչակագրին։ Ինքը պարտավորություն է վերցրել, չէ, Ադրբեջանից, ինքը պետք է անի, հիմա դրա սահմանադրական գործիքը չունի ինքը։ Ոնց է անելու։ Ու պլյուս ինքը իր այս վերընտրության համար լիքը աշխարհական խնդիրներ է իր համար ստեղծել։ Ռուսաստանի հետ, չգիտեմ, արևմուտքից է պարտավորություններ վերցել։ Եվ ուրեմն կարելի է ենթադրել, թե ինչու էին առօրյա լեզվով ասած մանթրաշ ՔՊԱ-ականները հաղթանակի իմիտացիայի պահին, ասում է Բորիս Մուրազին, ավելացնում. Փաշինյանը հաղթանակից էր խոսում այն ժամանակ, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել էր ընտրատեղամասերի միայն 1/4-ի արդյունքները։ Նորմալ երկրում Փաշինյան հենց այդ հայտարարության համար կձերբակալվեր, բայց մենք հասկանում ենք, որ ապրում ենք Հայաստանում եւ հայաստանյան իրականությունները թելադրում են այն իրավիճակը, ինչ ունենք։ Փաշինյանը իշխանության է մնացել անելով այն, ինչը մերժելով է իշխանության եկել, պնդում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Իշխանությունները այլանդակ կերպով օգտագործել են վարչական ռեսուրս, օգտագործել են կրիմինալ, օգտագործել են թաղային խուժանին, այսինքն գիտեք այն ինչից մինչև 2018 թվականը ժողովուրդը դժգոհում էր 100% նույնությամբ օգտագործվել է։ Հայաստանի սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները ՔՊ-ին ստացած 64 մանդատով չի տալիս սահմանադրական մեծամասնություն, բայց տալիս է առանց կոալիցիոն գործընկերների կառավարություն ձևավորելու, վարչապետ ընտրելու, կառավարության ծրագիր ու պետական բյուջե ընդունելու հնարավորություն։ Ունենք այն կարգի սահմանադրություն, եթե որևէ ուժ հավաքեր 40% ու ուրիշ ուժեր միասին 40-ից ավել չհավաքեին, անգամ 40% հավաքողը կարա իշխանություն վերցնի։ Սա է խնդրեմ։ Կվերցնի Հայաստան դաշինքը խորհրդարանական ընտրությամբ ստացած 12 մանդատը։ Կարծում շտաբը Հայաստան դաշինքի դեպքում կոնկրետ հայտարարությամբ հանդես կգա։ Մանդատները վերցնել չվերցնելու մասին հարցին Հայաստան դաշինքը կպատասխանի դաշինքի շտաբի մակարդակով քննարկումներն ավարտելուց հետո կամ հայտարարությամբ կամ ասուլիսով, ասում է Բորիս Մուրազին։ Արփիս Քեսյան, Աշոտ Մանոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։